Երբ որ դու կրթական օջախը հանում ես տվյալ բնակավայրից, բնակավայրը դատապարտում ես մահվա։ Դասագրքերից արդեն գիտեք, հանում են Արարատի նկարները, այն դասագրքերը, որոնք ունենում են այդպիսի լուսանկարներ, Արարատի մասին պատմություններ, դասագրքերը չեն հաղթում։ Միայն կրթության միջոցով կրթությունը կազմաքանդելը դեռ բավական չի, պետք է մտավորականությանն էլ գլխատես։ Կարող է վաղը մյուս օրը այնպիսի տնօրեն դնեն այդտեղ, որը ուղղակի ասի, որ հայոց ցեղասպանություն չի եղել։ Հայաստանի անկախության առաջին տարիներին Հայաստանում կար 100 ակադեմիկոս։ Հիմա մնացել է 26, չէ՞ երկար շարունակվի, ուղղակի մենք կտրվելու ենք մեր ազգային արմատներից, գուցե իրար հետ հայերեն որոշ ժամանակ խոսենք, բայց դրանից հետո դա էլ կարող է չլինի։ Ուղղակի կմնա երևի միայն Հայաստանի անունը։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է կրթության ոլորտի փորձագետ, ՀԱՅԱՔՎ միավորման խորհրդի անդամ Ատո Մխիթարյանը։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ եւ մտածում եմ այն օրախնդիր հարցերը, որոնք մեր հասարակության լայն շերտերին հուզում են, այսօր մի քիչ կպարզաբանենք, մի քիչ էլ անելիքներից կխոսենք։ Փորձենք։ Սեպտեմբերից մենք իմացանք, որ փակվելու է 229 դպրոց Հայաստանի տարածքում տարբեր մարզերում եւ հիմնականում սահմանամերձ գյուղերում։ Այսինքն 229 դպրոցներից 218-ը դրանք բնակավայրի միակ դպրոցներն են։ Սա ինչ է նշանակում։ Դատարկվելու են գյուղերը եւ սա կարծես թե նվեր է հենց Ադրբեջանի համար։ Եվ ինչպես կարող ենք այս ծրագրի դեմ առնել կամ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել։ Այո, սա իսկապես շատ մտահոգիչ խնդիր է, որովհետեւ դու գիտեք, որ դպրոցները, եւ դա չի վերաբերում միայն Հայաստանին, ցանկացած երկրում դպրոցները դրանք համայնքաստեղծ նշանակություն ունեն, երբ որ դու կրթական օջախը հանում ես տվյալ բնակավայրից, բնակավայրը դատապարտում ես մահվա։ Եվ դա շատ արագ է տեղի ունենում։ Ինչ մեխանիզմով է տեղի ունենում։ Երեխաները գնում են օրինակ ուրիշ բնակավայրի դպրոց, ծնողները հակված են, որպեսզի երեխաներին ավելի լավ կրթության տան, եւ դրա համար ցանկալի է, որպեսզի երեխաների կրթության տեղը եւ ծնողների աշխատավայրը լինեն իրար մոտ կամ բնակության վայրը, եւ դրա համար ծնողները երեխաների հետևից գնում են այն բնակավայրերը, որտեղ դպրոց կան։ Դրանք հիմնականում ավելի մեծ բնակավայրերն են։ Դա նշանակում է օրինակ մատաղ սերունդը արդեն դուրս եկավ այդ բնակավայրից եւ միջին սերունդը, որովհետեւ դպրոցահասակ երեխաներ ունեն միջին սերունդը։ Ամբողջությամբ դուրս է գալիս տվյալ բնակավայրից, մնում են ծերերը, տարեց մարդիկ, որոնք երկար չեն կարող պահել այդ գյուղը։ Եվ ստացվում է օրինակ մի 5-10 տարի հետո ուղղակի գյուղը վերածվում է, այսպես ասած, ավերակների, որովհետև այնտեղ կան իհարկե կառույցներ, բայց մարդիկ արդեն չեն ապրում։ Այս իրավիճակը կունենանք, իսկ այդպիսի բնակավայրերը Հայաստանում ահագին շատ են։ Շատ են առումով, որ բնակավայրերը շատ մեծ չեն, հիմնականում գյուղական բնակավայրեր են եւ դպրոցների այդ առումով դպրոցների աշակերտների թիվն էլ շատ մեծ չի։ Որպեսզի բոլորին պարզ լինի, ես ասեմ, որ Հայաստանում 1400 մոտավորապես դպրոց կա։ Այդ 1400 դպրոցների 1/3-ը 450-ի կարգի, 440, եթե չեմ սխալվում, դրանք ունեն 100 աշակերտից ավելի քիչ աշակերտներ թվականակը։ Այսինքն եւ ստացվում է, որ դրանց ուղիղ կեսը կամ կեսից էլ մի քիչ ավելին ուղղակի նախատեսվում է փակել։ Ընդ որում, եթե հարցը տալիս են Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին, նրանք ասում են, չէ, մենք չենք փակում այդ դպրոցները։ Ուղղակի այդ երեխաներին իրենց բնակավայրի դպրոցի շենք մուտքը արգելում ենք։ Նրանց ասում են, մենք կապահովենք, որպեսզի նրանք տեղափոխվեն ուրիշ բնակավայրում գնան դպրոցման, բայց սա գիտեք ինչ, մանիպուլյացիա անել է եւ ոչ ոք էլ չի հարցրել այդ մարդկանց կարծիքը իհարկե այդ որոշումը կայացնելուց առաջ, ընդ որում որոշման անունն էլ այնպես շատ հետաքրքիր դրել են կրթության հասանելիության ապահովման ծրագիր, իբր թե այդ երեխաները հիմա հասանելիություն չունեն կրթությանը, պիտի նրանց օրինակ ձմեռվա բուքին, սառնամանիքին, ինչպես ասում են, չէ, ձմեռվա բուքին, սառնամանիքին տեղափոխվեն մեկ ուրիշ բնակավայրի դպրոց, որը էապես շատ չի տարբերվում իրենց բնակավայրի դպրոցից եւ այնտեղ դասերը կազմակերպեն մտածելով թե լավ դպրոցի շենքը այդ իրենց խոսքերն եմ ասում էլի, ասենք նորակառույց լինի, վերանորոգված լինի, դա արդեն պայման է, որպեսզի երեխաները լավ կրթություն ունենան։ Իհարկե դա
Ուրեմն նույնիսկ կրթության առաջի կուրսի կրթության մասնագետը առաջի կուրսի արդեն գիտի, որ կրթությունը լավ պատերի հետ դպրոցի որևէ ուղիղ կապ չունի։ Եվ ինչ է արվում այս ուղղությամբ կամ ինչ կարող ենք անել։ Հիմա տեսեք, քանի որ հարցը շատ իսկապես մտահոգիչ էր եւ շատ լուրջ, որովհետեւ այն ազդում է ոչ միայն կրթության համակարգի վրա, այլ նաեւ Հայաստանի անվտանգության համար օրախնդիր հարց է, մենք ազգային կրթության խորհրդով նախաձեռնեցինք հետազոտություն եւ դա տևեց 3 ամիս։ 3 ամիս մենք հետազոտեցինք, թե ինչպիսի իրավական փաստաթղթեր են դրված այս որոշումների տակ, ինչպես են մանիպուլացրել եւ կոպիտ ասած խաբել այդ գյուղերի բնակիչներին, որ ձեզ համար լավ ապագա է սպասվում, բայց ըստ էության այդ ապագան այդպես էլ գալու է եւ դա լինելու է ուրեմն շատ մտահոգիչ, եթե մեղմ բառերով էլի ասենք։ Եվ այդ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այդ դպրոցների, ինչպես դուք սկզբից ճիշտ ասացիք, 218-ը այդ բնակավայրերի միակ դպրոցներն են։ Դա նշանակում է, այդ երեխաները ստիպված են լինելու իրենց բնակավայրից դուրս ուրիշ բնակավայր դպրոց գնալ, եւ դա լինելու է շատ շուտով, ըստ էության մյուս ուսումնական տարվա սկզբից։ Եվ բնակիչները իհարկե դեմ են դրան, եւ մենք սկսեցինք այդ հետազոտությանը զուգահեռ նաեւ հանդիպումներ ունենալ մարդկանց հետ, հասկանալու համար թե ինչպիսի լուծումներ կառաջարկեն կամ արդյոք անհրաժեշտ է որպեսզի այդ դպրոցները փակվեն, որովհետեւ դա միայն երեխաների կրթության հարցը չի, ինչպես ասացինք։ Դա նաև շուրջ 5000 մարդու աշխատանքի հարց է։ Մանկավարժների։ Այո, 2310 մանկավարժ այս պայդրությամբ աշխատում են այդ փոքր դպրոցներում, 2310։ Շուրջ 2400 լրացուցիչ անձնակազմ ունեն այդ դպրոցները, որոնք ադմինիստրատիվ աշխատանքով են զբաղված, օրինակ հաշվապահ, հավաքարար, ֆինանսական, տնտեսական հարցերով մասնագետներ եւ այլն։ Ասում են, որ իրենք նաև միանալու են երեխաների հետ այդ նոր դպրոցներում։ Այո, ասում են, այսպես ասած, փափուկ բարձ դնելու այդ մարդկանց գլխի տակ, բայց ստացվում է, որ տրամաբանությունը հուշում է, որ երբեք այդպիսի բան չի կարող լինել։ Օրինակ, եթե դպրոցը հիմա ունի հարևան գյուղը այնպես չի, որ շատ մեծ բնակավայր է եւ բանը դասարաններում էլ տեղ չկա, որ աշակերտ ավելանա, էլի։ Օրինակ դասարանում կա 10 աշակերտ, այդ 10 աշակերտին ավելանում է եւս 5-ը, օրինակ 15 աշակերտը էլի մեկ դասարան է եւ մեկ դասարանին 2 ֆիզիկայի ուսուցիչ պետք չի, 2 մաթեմատիկայի ուսուցիչ պետք չի, 2 հաշվապահ պետք չի այդ դպրոցին, չգիտեմ, եթե այս դպրոցը ուներ 2 հավաքարար, 4-ը հաստատ պետք չի, որտեղ դպրոցը դրանից չի մեծանում։ Եվ դա նշանակում է, որ իսկապես նրանցից ավելի քան 90%-ը, այդ իմ ասած շուրջ 5000 մարդու, ավելի քան 90% ուղղակի կորցնելու է աշխատանքը։ Իսկ աշխատանք կորցնել դա եւս նպաստելու է նրան, որ մարդիկ արտագաղթեն, այսինքն դուրս գան իրենց բնակավայրից եւ գնան այնտեղ, որտեղ աշխատանք կա։ Եթե դպրոցում նա աշխատում էր եւ կարողանում էր զուգահեռ օրինակ գյուղատնտեսական, անասնապահական աշխատանքներով շատերը հենց այդպես էլ անում են, որտեղ աշխատավարձը չի բավարարում ուսուցիչների։ Դրանով զբաղվել, հիմա նա արդեն որևէ մոտիվացիա չի ունենում իրեն իր գյուղում, իր բնակավայրում մնալ, ավելի լավ է նույնիսկ վարձով շատերը ասում են, մենք գնանք օրինակ Գյումրիում, Կապանում բնակվենք, լավագույն դեպքում դա աշխատանք ունենանք, կարողանանք մեր երեխաներին եւ կրթության տալ եւ իրենց աշխատանքի հարցը լուծել, քան թե մնալ այդ, այսպես ասած, գյուղերում, որոնք շուտով դառնալու են ուղղակի լքված գյուղեր։ Եվ իրավական առումով ասացիք, որ ինչ-որ գործողություններ կան, որոնք կարող են օրինակ ներկայացվել եւ կասեցնել։ Այո, մենք նաեւ հաջորդ փուլն ենք մտածել, որովհետեւ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ եթե այսպես շարունակվի, իսկապես շատ շուտով մենք կունենանք այդ աղետալի հետևանքները, ակնհայտորեն բոլորը կտեսնեն այդ հետևանքները, եւ մենք դա կանխելու համար նախատեսել ենք մի քանի քայլեր։ Ես ուղղակի ասում եմ, նաեւ զգուշացնում եմ որոշում կայացնողներին, որ ինչ է հետևելու։ Այնպես չի, որ դուք հանգիստ կարող եք մնալ ձեր տեղում նստած, որոշումներ կայացնել, սա փակել, նա բացել, չգիտեմ ինչ անել, այլ ուշադիր եղեք, որ հիմա բոլոր այդ գյուղերի բնակիչները առանձին հանրագրով դիմելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Գրավոր պատասխան են պահանջելու, որ իրենց դպրոցը ինչի համար է ընդգրկված այդպես ասած ծրագրում, սև ցուցակում դպրոցների եւ գրավոր հավաստիացում են պահանջելու կառավարությունից, որ իրենց գյուղի դպրոցը չի փակվելու սեպտեմբերին, չի փակվելու, ընդհանրապես չի փակվելու եւ առանց նրանց որոշման
որևէ բան իրենց դպրոցի հետ չի կարող տեղի ունենալ, իրենց ուսուցիչների հետ, երեխաների հետ, սա առաջինը։ Երկրորդը մենք հիմա աշխատում ենք նաև իրավաբանների հետ, որպեսզի դատական process նաև սկսենք, որովհետև կան մի շարք օրենսդրական դրույթներ, որոնց ուղղակի հակասում են գործողությունները, որ այսօրվա կառավարությունը տանում է դպրոցների հետ կապված։ Մյուս բանն է նաև, որ խոստումները չեն կատարել, որովհետև շատերը ասում են նաև կառավարությունը, թե մենք ինչ ասենք, 5 գյուղի համար մի լավ դպրոց ենք կառուցում, որպեսզի այդ 5 գյուղի երեխաները գնան այդ մի լավ դպրոցը։ Բայց պարզվում է, որ դրանք էլ չկան։ Այսինքն այն դպրոցը, որ գնալու է շատ դեպքերում, այնպես չի, որ շատ էապես տարբերվում է այն դպրոցի շենքից, շենքի նկատի ունեմ, որտեղ հիմա երեխաները գնում են։ Այսինքն հանրագիր, նաև դատական հայցեր, վարչական դատարան, եւ մենք կտեսնենք դրանց արդյունքները, եւ այս գործողությունները անելու ենք մինչև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններ, որովհետև վստահ ենք, որ դրանից հետո ուղղակի հարցը կփակվի շատ հեշտությամբ եւ հորդորում ենք այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են եւ մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իրենց նախընտրական ծրագրում անպայման ընդգրկել նաեւ այս հարցը եւ դրա առաջարկվող լուծումը։ Լուծումը իհարկե մենք առաջարկում ենք ինչ անել, չեղարկել բոլոր այդ որոշումները, բայց դա նաև լակմուսի թուղթ կլինի հատկապես այդ գյուղերի բնակիչների համար, թե որ քաղաքական ուժին են իրենք ձայնը տալու։ Եվ ես վստահ եմ, որ իշխող քաղաքական ուժը այդ գյուղերում մեկ ձայն էլ չի հավաքելու, չի ունենալու, որովհետև բոլորը մարդ մենք չենք գտել այդ գյուղերում, որոնք կողմ լինեն այդ օրախնդիր իրենց համար օրախնդիր հարցի լուծման, այդ ձևով լուծմանը իհարկե։ Հասկանանք ինչպես է պետությունը ընդհանրապես քանդվում, հա, եւ եթե ներսից փորձում են պետությունը քանդել, ինչը մենք հիմա Հայաստանում տեսնում ենք։ Լեզվի աղճատումը, արժեքային կրողների սյուների քանդումը, տեսնում ենք պատմության այդ հիշողության քանդումը, այսինքն պատմությունը ներկայացնել կեղծ, անկարևոր, հերոսներին դարձնել ոչ հերոսներ եւ այլն, եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ մշակութային կրոնական այդ կառույցների քանդումը, կրթություն, գիտություն։ Կրթությունը մենք տեսնում ենք ամեն օր նորարարությունների անվան տակ, նաեւ այս կետը ինչ է կատարվում դպրոցներում ընդհանրապես կրթական համակարգում եւ շատ մեծ հարված է հասվում նաեւ գիտությանը։ Դուք նաեւ նշել էիք, որ այս տարի նույնիսկ այդ գումարներն են պակասել, որոնք պետք է ներդրվեին գիտության ոլորտի մեջ։ Գիտությունների ազգային ակադեմիան պարզապես դարձավ հասարակական կազմակերպություն։ Սա ինչպես կարող է ազդել Հայաստանի հետագա ապագայի վրա, այն ապագան, որը հուսանք կգա։ Ուրեմն իսկապես դուք իրավացի եք, որովհետեւ սա գիտեք, այդ դպրոցները, գիտությունը, բարձրագույն կրթությունը ընդհանրապես մի շղթայի տարբեր կարևոր օղակներ են եւ այս կառավարությունը կարելի է ասել հարձակում է գործել այդ շղթայի բոլոր օղակների վրա միաժամանակ։ Տեսեք, օրինակ մենք խոսեցինք նոր կրթության մասին, չէ՞, այդ կրթության միջոցով մարդը ոչ միայն գիտելիքներ է ստանում այդ դպրոցական տարիքում, այլ նաեւ ընդլայնվում է նրա արժեքային համակարգը, աշխարհայացքը։ Դա տեղի է ունենում դասագրքերի միջոցով, տեղի է ունենում ուսուցիչների միջոցով, որովհետև նրանք իրենց ժառանգած գիտելիքները, փորձը, հմտությունները փոխանցում են նոր եկող սերունդին։ Այդ թվում նաև նրանք ներարկում են համապատասխան արժեքներ։ Հիմա ուսուցիչը երկընտրանքի առջև է կանգնած, արդյոք իր համար արժեք է Արարատը, որը գիտեք հայ ժողովրդի կարելի ասել ինքնությունը պայմանավորող ամենակարևոր խորհրդանշանն է, թե պետք է նա իրավունք չունենա Արարատի մասին խոսել, դասագրքերից արդեն գիտեք, հանում են Արարատի նկարները, այն դասագրքերը, որոնք ունենում են այդպիսի լուսանկարներ, Արարատի մասին պատմություններ, դասագրքերը չեն հաղթում, այսպես ասած, մրցույթներում։ Այնտեղ պիտի լինի արագացը։ Արդյոք պետք է մարդիկ խոսեն, օրինակ իմ նախնիները եկել են Արևմտյան Հայաստանից սրանից 200 տարի առաջ։ Հիմա ինչ է, քանի որ 200 տարի հետո հիմա իմ նախնիները, որտեղ եղել է նրանց բնորանը, այնտեղ չեն ապրում, ուրեմն ես պիտի մոռանամ իմ պապիկների մասին, իմ տատիկների մասին, որոնք ուղղակի ճնշման ներքո գաղթել են, եկել են Արևելյան Հայաստան։ Կամ են մարդիկ, որոնք սրանից ընդամենը 2-3 տարի առաջ կորցրեցին իրենց բնորանը Արցախում հուսանք ժամանակավորապես եւ շատ կարճ ժամանակով եւ օրինակ հիմա բնակվում են Երևանում, հարևան շրջաններում, նրանք ինչ է պիտի մոռանան, Արցախ բառը ասելու համար պետք է ներողություն խնդրեն եւ այս ամբողջը, քանի որ process-ը
գիտեք ինչ, մի քիչ շեղվելով ասեմ, որ այս ամբողջը մեր կառավարությանը թելադրվում է դրսից եւ պարզ է որտեղից, շատ հեռվից էլ չի թելադրվում, դա թելադրվում է մեր արևելյան եւ արևմտյան հարևան երկրների մայրաքաղաքներից եւ նրանք ուղղակի հելու հնազանդ կատարում են այդ բոլոր գործողությունները, որպեսզի պահպանեն իրենց ինչը աթոռը, որի վրա նստած են։ Ավելին բան չես կարող ասել այդ կառավարության մտածողության մասին։ Իսկ դա ինչպես պետք է անել եւ նրանց թելադրած գործողությունների համապատասխան եւ համաձայն դա արվում է հենց կրթության միջոցով։ Կրթության, այսինքն երեխաներին, եթե դու չես տալիս են պատմությունը, արժեքները, պատմության դասագրքերը աղավաղում են, ուրեմն եկեղեցու պատմությունը գիտեք, ընդհանրապես դուրս եկավ, իսկ եկեղեցու պատմության միջոցով մենք ինչ էինք անում, հենց այդ արժեքներն էինք մենք երեխաներին, որպեսզի նրանք կարողանային այդ պատմական ընթացքը պահել իրենց մտածողության մեջ։ Այդ ամբողջը փոխելով դու շատ արագ կարողանում ես մարդու մտածողության վրա ազդես։ Հիմա հանրակրթության համակարգը հենց դրա համար է, այսինքն հիմա իհարկե շատերը պայքարում են դրա դեմ եւ կարելի է ասել հաջողության, բայց այդ պայքարի համար ռեսուրսներ է պետք, այսինքն մարդկանց պետք է անընդհատ ներարկես ազգային գաղափարներ, արժեքներ, որպեսզի նրանք էլ կարողանան փոխանցել նոր եկող սերունդին։ Բայց եթե մի քիչ էլ երկար շարունակվի, ուղղակի մենք կտրվելու ենք մեր ազգային արմատներից, գուցե իրար հետ հայերեն որոշ ժամանակ խոսենք, բայց դրանից հետո դա էլ կարող է չլինել, որովհետև մեր ինքնությունը պայմանավորված է լեզվով, կրոնով, մեր հարաբերություններով, մեր արժեքներով, ինչ որ մենք դավանում ենք եւ շարունակում ենք այդ արժեքները պահպանել, փոխանցել հաջորդ եկող սերունդներին։ Այդ ամբողջը կրթական համակարգի միջոցով դու քանդում ես, մասսայական անգրագիտություն ես տարածում, որպեսզի այդ ամբողջը նույնիսկ չկարողանան մարդիկ վերցնել։ Եվ դու ունենում ես հոպա, ինչպես ասում են, եւ դու ունենում ես պետություն, որը կախյալ պետություն է այլ պետություններից։ Հիմա գանք ձեր ասած ինքնուրույնություն չունի, եթե որ մի քիչ ժամանակ էլ անցնի, հիմա հաջորդ ծրագիրը այն է լինելու, որ Հայաստանը միայն, ասենք 97%-ով հայերով չպետք է բնակեցված լինի, ասենք հայերը լինեն, չգիտեմ, 30-40%, էլի լավ է, ուղղակի կմնա երևի միայն Հայաստանի անունը, եթե փոխելու ենք սահմանադրությունը, փոխվելու է Հայաստանի զինանշանը, օրհներգը, չգիտեմ, էլ ինչերը, այո, գուցե միայն մնա Հայաստան անունը, բայց իրականում մեջը որևէ բան չլինի եւ այդպիսի երկրների օրինակներ մենք շատ ենք ունեցել, երբ որ նա ճնշման տակ կարողացել է իր ինքնությունը ուղղակի կորցնել, որովհետեւ այդպես է։ Հիմա գանք ավելի բարձր, քանի որ միայն կրթության միջոցով կրթությունը կազմաքանդելը դեռ բավական չի, պետք է մտավորականությանն էլ գլխատես։ Գլխատել իհարկե ուղիղ իմաստով չենք ասում։ Գլխատել նշանակում է նրանց կամ չեզոքացնել, կամ վախեցնել, կամ շահագրգռել, որպեսզի նրանք համապատասխան օրինակ նյութեր չստեղծեն գիտնականները, դրանցով չդաստիարակվեն նոր սերունդները։ Գիտությունների ազգային ակադեմիայի վիճակի մասին խոսենք։ Օրենք փոխվեց, նոր օրենք ընդունվեց անցած տարի, որը կոչվում է Բարձրագույն կրթության եւ գիտության մասին, որը իր մեջ միավորեց նախկինում գործող 3-4 օրենքներ։ Այդ թվում նաև Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքը, որտեղ դա մի ամբողջ օրենք է, դարձավ այս նոր օրենքում ընդամենը 1 հոդված։ Եվ որտեղ գրված է, որ Գիտությունների ազգային ակադեմիան այլևս չի ունենալու իր համակարգի մեջ 30-ից ավելի գիտական հետազոտական կազմակերպություններ էին։ Հիմա արդեն չունի։ Եվ նա վերածվելու է մի հիմնադրամի, որտեղ որոշում կայացնողների մեջ կառավարությունն է մարդիկ նշանակելու, որպեսզի նրանք գան Գիտությունների ազգային ակադեմիայում, ակադեմիկոսների հետ նստեն եւ որոշումներ կայացնեն։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է ուղղակի կախվածության տակ դնել Գիտությունների ազգային ակադեմիան օրվա իշխանությունից, չէ՞, ընդ որում քաղաքական իշխանությունից, որտեղ կառավարությունը հենց քաղաքական մարմին է, նա է նշանակում։ 31 ինստիտուտ ուներ, չէ՞, Գիտությունների ազգային ակադեմիան եւ դա այսպես ցրվում է կամ փակվում է։ Հիմա չունեն արդեն։ Գիտական կազմակերպությունները այլևս չեն ենթարկվում Գիտությունների ազգային ակադեմիային, ցավոք սրտի, եւ որոշում կայացնողներն էլ հիմա ակադեմիայի կանոնադրությունն է դրված, որպեսզի հաստատվի կառավարության կողմից եւ դրանից հետո արդեն որոշում կայացնողների շրջանակն է փոխվելու Գիտությունների ազգային ակադեմիայում։ Դա նշանակում է իսկապես Հայաստանի մտավորականության գլխատում, որովհետև այսպիսի դեպքեր մենք ունեցել ենք մեկ էլ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, երբ որ արգելվում էր դպրոցում
հայկական ավանդական ազգային արժեքները, Հայաստան բառը, չգիտեմ, Արարատ, մնացած բաները եւ մտավորականությանն էլ այնտեղ ֆիզիկապես էին գլխատում, իսկ այստեղ սպասում են, որպեսզի մտավորականությունը ուղղակի տարիքը առնի եւ դուրս գա ոլորտից, որովհետեւ տեսեք Հայաստանի անկախության առաջին տարիներին Հայաստանում կար 100 ակադեմիկոս։ Հիմա այս կառավարությունը եկել է, չի թույլ տալիս, որպեսզի ընտրություններ լինեն, նոր ակադեմիկոսներ ընտրվեն։ Հիմա մնացել է 26, 1/4 ակադեմիկոսների։ Իսկ այդ մարդկանց միջին տարիքը երևի 80-80-ն անց է։ Հասկանում եք, ինչպիսի վիճակ է։ Սա իսկապես օրհասական վիճակ է նաև գիտության մեջ։ Գիտության ֆինանսավորման մասին խոսենք, չէ՞, ասում են գիտության ֆինանսավորումը աճել է։ 26 թվականին 13-14%-ով կրճատվել է 25 թվականի համեմատ գիտության ֆինանսավորումը։ Իսկ համախառն ներքին արդյունքի համեմատությամբ գիտության տրված գումարները 0.3%, 0.3%, ընդ որում կատարողականը չի գերազանցում 80%, 80-82%։ Դա նշանակում է դեռ 0.3% հատկացված գումարների միայն 80%-ն են կարողանում ծախսել վերջին մի քանի տարիներին։ Դա էլ լավագույն դեպքում։ Այսինքն իրականում 0.25 երևի 100%-ական կլինի մոտավորապես։ Դե տեսեք, հիմա նույն թիվը ուրեմն եվրոպական երկրներում առնվազն 2.5% է հատկացվող գումարների։ Դա նշանակում է հենայի համեմատ 10 անգամ ավելի շատ։ Իսկ օրինակ Հարավային Կորեան կամ Իսրայելը գիտությանը եւ նորարարություններին տրամադրում է համախառն ներքին արդյունքի 4.5-5-6%։ Պատկերացնում եք, այսինքն այդ դեպքում մենք կարող ենք ակնկալել որոշակի ներդրում գիտության կողմից, որը կարելի է տնտեսության մեջ ներդնել, տնտեսությունը զարգանալ։ Գիտնականների թիվը վերջի 30 տարվա ընթացքում 10 անգամ պակասել է Հայաստանում, 30,000-ից այսօր հասնելով ընդամենը 3,000 գիտնականի։ Իսկ մեր հարևան երկրներից բոլորից մենք հետ ենք մնացել։ Խորհրդային ժամանակներում մենք ունեցել ենք Հայաստանը լավագույն գիտական ավանդույթները, գիտնականները տվել համաշխարհային մասշտաբի։ Անուններ ես չեմ ուզում տալ, դրանք օրինակ ակադեմիայի պրեզիդենտն է երկար տարիներ եղել կամ հայտնի գիտնականներ, որոնք եղել են ակադեմիկոսներ եւ խորհրդային միությունում եւ նրա սահմաններից դուրս, հիմա ցավոք սրտի այդ մարդիկ էլ չեն կարող առաջ գալ, ի հայտ գալ, որոշակի ներդրում ունենալ գիտության մեջ կամ կարող են անել, բայց ոչ Հայաստանում, որովհետեւ Հայաստանում այդ սահմանափակումները նաև այդ քաղաքական սահմանափակումները շատ են։ Թարմ դեպք, չէ, ինստիտուտ, ցեղասպանության ինստիտուտի տնօրենը ուղղակի քաղաքական նկատառումներով ազատվեց իր աշխատանքից։ Արցախի մասին գիրքեր նվիրել են։ Էլ ուր մնաց ակադեմիական ազատությունները, չէ՞։ Բոլորը խոսում են դրա մասին։ Ուր մնաց ակադեմիական ազատությունը։ Ես որպես գիտնական ազատ չեմ, քաղաքական ինչ որ շրջանակի մեջ պիտի ինձ պահեմ։ Իսկ այնպիսի կարևոր ինստիտուտ, ինչպիսին ցեղասպանության ինստիտուտն է, կարող է վաղը մյուս օրը այնպիսի տնօրեն դնեն այդտեղ, որը ուղղակի ասի, որ հայոց ցեղասպանություն չի եղել, որովհետև հաջորդ քայլը կարող է դա լինել, չէ՞։ Որովհետև Արցախում այն ինչ տեղի ունեցավ, դա ըստ էության հայոց ցեղասպանության շարունակություններ 21-րդ դարում։ Հիմա մենք եթե արգելում ենք ցեղասպանության շարունակության մասին խոսել, վաղը կարգել ենք հայոց ցեղասպանության մասին խոսել։ Դա որ երկիրն է այդ քաղաքականությունը տանում, երկու երկիր կա այս աշխարհում, մեր թշնամի երկու երկրներ է, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Դա նշանակում է, որ Հայաստանում քաղաքականությունը գտնվում է այդ երկու երկրների քաղաքական շրջանակների ներքո եւ դրանից դուրս չի կարող լինել։ Հենց դրանից դուրս մի ոտքը դրեցիր, այդ ոտքդ կտրվելու է, այսինքն դու չես կարող դրանից դուրս գալ։ Այդ նույն ծիրի մեջ կարելի է դիտարկել հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա, լրիվ նույն, որովհետև այդպիսի տեսակետ ունեն այդ երկու երկրները, քաղաքական շրջանակները, ժողովուրդների մասին ոչ ոք բան չի ասում, հանկարծ չմեղադրեն։ Այդ քաղաքական շրջանակները եւ Հայաստանում քաղաքականություն մշակողները, վարողները, Հայաստանի կառավարությունը։ Այսինքն զարգացում ամենտեղ։ Զարգանում ենք, զարգանում ենք, այո, բացասական իմաստով, զարգանում ենք, այո, թելադրված ուղու շրջանակներում, այո, գնում ենք դեպի կործանում։
դեպի կործանում որպես ազգային պետություն, դեպի կործանում որպես ինքնուրույն, ինքնություն ունեցող ազգ հայ։ Եվ այս իրավիճակում, պարոն Մխիթարյան, խոսենք նաև ելքերի մասին, խոսեցինք կրթությունից, գիտությունից, որոնք, այսպես ասած, հարված են ստանում ամեն օր, եւ սա մենք եթե այս պահին չենք տեսնում, ապա մի քանի տարի հետո դա ազդելու է յուրաքանչյուրի թե կյանքի վրա, թե զարգացման, գիտության եւ այլն։ Ինչ ելքեր եք դուք տեսնում որպես եւ քաղաքական ուժի անդամ եւ որպես քաղաքացի, որ ապրում է Հայաստանում եւ տեղյակ է այս խնդիրներին։ Դե, ինչպես ասում են, ամենակարճ ճանապարհը քաղաքական փոփոխություններն են երկրում եւ լավ է, որ շուտով մենք ունենալու ենք հերթական ընտրությունների ազգային ժողովի եւ ես բազմիցս վերջին տարիներին ասել եմ, որ հատկապես կրթության գիտության մեջ ինչ որ բան փոխելու համար անհրաժեշտ է փոխել որոշում կայացնողներին այդ բնագավառում։ Հիմա ժամանակն է եկել եւ մեր մարդիկ, մեր հարգելի սիրելի քաղաքացիները, մեր հայրենակիցները պիտի որոշում կայացնեն որոշում կայացնողներին փոխելու մասին։ Պետք է Հայաստանում ձևավորվի ազգային իշխանություն, որպեսզի կարողանանք մենք հարատև Հայաստանը կյանքի կոչել։ Այլապես մենք չենք ունենա Հայաստան, ինչպես որ մեր աչքի առաջ տեղի ունեցավ Արցախի դեպքերը։ Փաստորեն սա է առաջին եւ ամենակարճ քայլը եւ դրանից հետո սկսվելու է ըստ էության տքնաջան աշխատանքը, որին ոչ թե մենք սպասում ենք հիմա երբ է գալու հունիսի 8-ը, որպեսզի նոր ծրագրեր սկսենք մշակել, այլ բոլոր ծրագրերը քայլ առ քայլ, համապատասխան բյուջետային հատկացումները, քաղաքականությունը կրթության եւ գիտության, նաեւ այլ բնագավառներում արդեն մշակվում են, փուլում են, շատերը արդեն մշակված են եւ հրապարակված են նույնիսկ Հայ-ԱԿՖ-ի էլեկտրոնային կայքում եւ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի համատեղ ուժերով սկսենք այդ ծրագրերի իրականացումը։ Այդ ծրագրերի իրականացումը, որը բերելու է ինչին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, որը հիմա ըստ էության խզված է։ Սփյուռքը մեր մրցակցային ամենակարևոր առավելությունն է, ամենակարևոր առավելությունը։ Պետք է այդ առավելությունը ուղղակի միանգամից գործարկել։ Սա լինելու է, այո, հունիսի 8-ից հետո։ Կրթության եւ գիտության ոլորտում հատկապես մեծ ֆինանսավորում, ուսուցիչների աշխատավարձի իրական բարձրացում, ոչ թե միայն խոստումներ, ոչ մի ատեստավորում չի լինելու, այդ հիմա կարող եմ ասել, ուսուցիչը պետք է ամենաշատը վարձատրվի։ Ուսուցիչը պետք է վերագտնի իր հեղինակությունը։ Մարդիկ պետք է ակնածանքով նայեն այն մարդկանց, որոնք ընտրում են ուսուցչի մասնագիտությունը։ Երեխաները պետք է հպարտությամբ գնան դպրոց եւ ստանան այն արժեքները, որոնք պետք է ստանան որպես հայ մարդիկ։ Այդ արժեքները պիտի քարոզվեն եւ դաստիարակվեն մեր դպրոցներում։ Մենք պետք է մեր արժեքները, անկախ նրանից դրանք որտեղ են, մշակութային արժեքներ են, այլ տիպի արժեքներ են, մենք պետք է տեր կանգնենք որպես պետություն։ Լինեն Արցախի տարածքում, Արևմտյան Հայաստանում, այլ տարածքներում Հայաստանն է միակ երկիրը, որը պետք է տեր կանգնի իր արժեքներին եւ այդ արժեքները քարոզի, որովհետեւ մենք այդ ամբողջը տվել ենք ոչ միայն մեզ համար ենք ստեղծել, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար եւ թույլ չենք տալու, որպեսզի դրանք քանդվեն, վնասվեն, չգիտեմ, արժեզրկվեն այլ երկրների, նաեւ մեր երկրի իշխանությունների կողմից։ Սա լինելու է, այսպես ասած, ընդհանուր մոտեցումը քաղաքականությանը, որ պիտի վարվի Հայաստանում եւ ամենայն հավանականությամբ դա լինելու է նաեւ Հայաստանի քաղաքական իշխանության համատեղ ջանքերի շնորհիվ, որովհետեւ մենք գիտակցում ենք, որ այստեղ հասարակական ազգային համերաշխությունը պետք է շատ կարեւոր դեր ունենա։ Այդ հասարակության բևեռացումը, քաղաքական բևեռացումը, սոցիալական բևեռացումը բերում է հենց այն իրավիճակին, որտեղ մենք հիմա հայտնվել ենք։ Բևեռացումը պետք է մեղմել, ազգային համերաշխություն ստեղծել եւ դա պետք է լինի ամենաբարձր մակարդակում, քաղաքական մակարդակում։ Դա կտարածվի նաեւ ամբողջ հասարակության վրա եւ ես երազում եմ, այն ժամանակ եղել եմ դպրոցական 1988 թվականի շարժումը, երբ որ սկսվեց այդ համերաշխությունը, երբ որ մարդիկ առանց մեկը մյուսին ճանաչելու օգնում էին ցանկացած հարցում։ Ես ուզում եմ Հայաստանը տեսնել այդ վիճակում։ Շնորհակալություն, պարոն Մխիթարյան։ Շնորհակալ եմ։ Եթերում ուղիղ խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։